Տիրոջը, հալելույա։ Եկեք ավելի բարձր ծափարեք Տիրոջը։ Եկեք բացենք մեր ներանը, բարձրացնենք մեր ձայնը։ Եվ ասենք փառավորում ենք քեզ, մեծարում ենք քեզ։ Դու արժան ես, դու արժան ես, դու արժան ես։ Առնու ողջ փառքը, պատիվը, մեծարանքը, գովեստը։ Եվ մենք կանգնած ենք այստեղ, գովերքելու քեզ, միաբան։ Քո երկնային զորքերի հետ օրհնելու, քո տիեզերական եկեղեցու հետ գովաբանելու քո անունդ։ Շնորհակալ ենք քեզանից։ Շնորհակալ ենք քո մեծ սիրո համար, քո ողորմության համար, քո սուրբարյան համար, քո կրած չարչարանքների համար, քո տարած փառավոր հաղթանակի համար։ Դու մեծ Աստված ես, եւ մենք դու մեր Տերն ես, դու մեր Փրկիչն ես, դու ես մեր կյանքում լույս տվողը մեր ճանապարհներին, քո սուրբ հոգու հայտնություններով, եւ մենք խոնարհվում ենք քո առաջ, եւ մենք եկել ենք այստեղ, որ մեզ կերակրես, մենք եկել ենք քո սեղանի մոտ, որ մեր հոգին կերակրես այն կերակուրներով, որ միայն մեզ համապատասխանված, որը միայն մեզ հասանելին, նրանց ովքեր որ ընդունել են քեզ սրտի մեջ, ովքեր որ իրենց շուրթերով չէ, այլ կյանքով են պաշտում, ովքեր որ շորերով չէ, այլ իրենց ներքնաշխարհով են պաշտում, ովքեր որ ոչ թե արտաքին, այլ ներքին աստվածպաշտությամբ եւ քո զորությամբ են ապրում։ Փառք քեզ, ողջ փառքն ու պատիվը քեզ, մեծանունն ու գովեստը քեզ, հալելույա, օրհնիր մեզ այսօր, երկինքը բաց, երեսդ փայլեցրա, քո հոգով լցրա, ամեն սիրտ, ամեն միտք, թող խոնարհվի քո առաջ, եւ թող փառավորի քո մեծ ու պատվական անունդ, ասա ամեն, հալելույա, կամ ես սրտանց Տիրոջը ծափահարես, որ մեր հաղորդակցությունը պետք է լինի ամեն օրյա։ Գիտես, ամեն օր որ մենք լվացվում ենք, ամեն օր որ մենք հաց ենք ուտում, ամեն օր որ մենք այս մարմնին խնամք ենք տանում։ Դու Քրիստոսի մարմնի անդամն ես եւ ամեն օր պետք որ Տիրոջ հոգին քո համար խնամք տանի եւ դու Տիրոջ հոգու խնամքը ունենաս։ Որովհետեւ դիվային աշխարհը խավարի ուժերն ու գործությունները չասնեն քո կյանքի վրա, քո ծառայության վրա, որտեղ սատանան քնած չի, սատանան մերպես չի քնում։ Ինքը ամեն օր վերահսկում է, երբ ենք մենք մեր աչքը երկար կրծնում, որպեսզի այդ օրը իր խառը շփոթը, քաոսը դերի մեր կյանքի մեջ։ Եվ մենք խուճապի մատնենք, բայց խուճապի մատնվելու որևիցե մի առիթ չկա, որտեղ Հիսուսը փառավոր հաղթանակ ունի։ Այս մարդիկ կան, իրենց կյանքում միշտ խուճապի մեջ են, չգիտեմ ինչան, չգիտեմ ոնցան, չգիտեմ ինչան, իսկ Ես մի բան ուզում ասել, եթե դու Տեր Հիսուս Քրիստոսի հետ կապ ունես, եթե նրա հոգին քո մեջ է, եթե դու կապ ունես Աստծո հոգով երկնքի հետ, խուճապը միայն դժոխքի, խավար, ուժերի և նրա գործիքների ունի, որովհետև դու խուճապի առիթ ու պատճառ չունես։ Փառք Հիսուսին։ Տերը օրհնի բոլոր նրանց, ովքեր որ ներկա են, ովքեր որ մեզ ուղիղ եթերով են միացել, շնորհակալ ենք, որ ձեր ժամանակը տրամադրել եք
որ մենք ձեզ համար աղոթենք։ Ինչպես որ պայմանավորվել ենք, որ ամեն երկու շաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 միաբան աղոթելու ենք Հայաստանի բոլոր հիվանդանոցներում պարկած հիվանդների եւ առհասարակ բոլոր հիվանդների, հատկապես երեխաների համար Քրիստոսի մարմնի բոլոր անդամներով։ Ոչ թե ես միայն, այլ այստեղ կանգնած իմ ծառայակից քույրերն ու եղբայրները միաբանվելու են, որտեղ ավետարն ասում է, եթե երկրի վրա 2-3 հոգի միաբանվեն Քրիստոսի անունով, ինչ բանի համար որ խնդրեն, միաբան համաձայնության մեջ պիտի Տիրոջից լինի։ Եվ Տերը սպասում է, որ մենք անենք այն, ինչ որ ինքը իր խոսքի մեջ ասում է։ Շատ անգամ մարդիկ ասում են, ինչ Աստված չգիտի, որ մենք հիվանդ ենք, ինչ Աստված չի տեսնում։ Աստված տեսնում է, բայց դու պիտի խոնարհվես նրա առաջ։ Քո երեխան էլ շատ անգամ շատ բաների կարիք որ ունենում է, դու մի անգամից չես արձագանքում, մինչև նա չդիմի քեզ։ Եվ մենք պիտի խոնարհություն ունենանք Տեր Հիսուս Քրիստոսի առաջ գալու, խնդրելու, խոնարհվելու այն ինչ որ մենք մեր կյանքում կարիք ունենք։ Եվ սա Տիրոջ հոգու առաջնորդությամբ է տեղի ունենում։ Ես ուզում եմ Սաղմոսից մի հատված կարդամ, որը Դավիթ թագավորն է գրել։ Գիտես ինչ է նշանակում Սաղմոսը։ Սաղմոսը դա Տիրոջ հոգով առաջնորդությունը, երբ որ մարդը հռչակումներ անում Տիրոջ հոգու առաջնորդությամբ։ Եվ Դավիթը Տիրոջ հոգու առաջնորդությամբ թշնամու դեմ, նրա բերած մտքերի, նրա բերած կասկածների, նրա բերած երկմտությունների, թերահավատությունների, թերարժեքությունների դեմ, հուսահատությունների դեմ իր կյանքի դժվար օրերի մեջ հռչակել է, հայտարարել է։ Դες ինչ է նշանակում հռչակել, հռչակել նշանակում է հայտարարել։ Անգլերեն կոչվում է դեկլարացիա, declaration, այսինքն, երբ որ դու հայտարարում ես, ինչ որ ունես, երբ որ դու գնում ես Հայաստանի պետական սահմանն անցնում ես, ասում են, դու ունես մի բան, որը պիտի հայտարարես, այսինքն արժեքավոր մի բան, որը որ պիտի հայտարարագրվի, որի համար պետք է հայտարարես, եթե ունես, ասում ես, եթե չէ։ Ինչ որ դու ունես, երբ որ դու դա հայտարարում ես, դա քո կյանքի ամենակարևոր արժեքն է։ Գիտես, դժոխքի առաջ մենք պիտի հայտարարենք, մենք պետք է դեկլարացիա անենք, մենք պետք է Տիրոջ խոսքը հռչակենք։ Եվ Դավիթ թագավորն ասում է, Տերն է իմ հովիվը, 23-րդ Սաղմոսում։ Ինքը հայտարարում է իր աշխարհին, ինքը հայտարարում է իր ողջ դժոխքի եւ խավար ուժերին։ Տերն է իմ հովիվը։ Եվ կարոտություն չեմ ունենա, անկախ ամեն ինչից։ Ես այսօր մարդիկ խառնված են, խնդրական ես տրվի, այս լավ չեն վոտ, նամանդ հավատացյաններ եմ, դասպես դուք ես քիթ խոտ է քաղաքականության մեջ։ Բայց ես ուզում եմ հայտարարեմ ասեմ, անկախ նրանից, ինչ տնտեսական քաոս կա աշխարհում, ինչ նյութական, ինչ ֆինանսական խնդիր կա համայն աշխարհում, եւ Տիրոջը ներկա իշխանությունների համար, որովհետեւ ամեն իշխանություն Աստծուց է եւ այս իշխանությունն է։ Եվ մենք փառք ենք տալիս Աստծուն մեր իշխանությունների համար, բայց ասում ենք Տերն է իմ հովիվը։ Նրանք ովքեր որ մուրադու հոգեբանություն ունեն, ասում են նրանց հույսը մարդն է, բայց անիցիալ է այն մարդը, որ մարդու վրա է հույս դնում։ Կան քրիստոնեության մեջ մարդիկ, որոնք անեծքի մեջ են դեռ, անեծ կա իրանց կյանքում, արգելք, դժոխք ու դիվային աշխարհը կարող են այդ մարդկանց կյանքը դարձնել ավերակ, գիտես ինչի համար, որտեղ իրանց հույսը մարդն է։ Բայց Աստվածաշունչն ասում է Դավիթ թագավորի բերանով, թագավոր, որի վրա մարդիկ հույս են դնում, որից մարդիկ շատ բաներ սպասում են։ Այս թագավորը շատ պատերազմներ են առաջնորդում եւ շատ պատերազմների մեջ մեծ հաղթանակ են ունենում, փոքրաթիվ զորքով, մեծականակ
թշնամու, հարկ պարտության էր մատնում։ Եվ գիտես ինչ էր ասում, ասում էր ես չեմ։ Ձեր հույսը, այլ Տերն է ձեր հույսը։ Որովհետև իմ Տերն է այն հովիվը, որ մեզ առաջնորդում է։ Ես չգիտեմ քո առաջնորդում ձեզ սպասում, ում ես քո ձայնը տղեր տալիս, բայց մենք մեր ձայնը մեր Տիրոջն ենք տալիս։ Ու ասում ենք Տերն է մեր հովիվը և կարոտություն չենք ունենալու։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ Տիրոջ վրա հույս չունեն, միշտ կարոտության մեջ են։ Խոսաստում ես բողոքի, կրոք ես թխում ես բողոքում, սա ես բողոքում, երկրը կավարը վաղճապ է դա բողոք, էդ իրան ներսի դժողքը, գիտես մարդը, որտեղից որ սնվում է, էդ իրան ներքից ներսից դուրս է գա, բայց մարդը որ հոգուս ասում, ինքը օրհնում է, ասում օրհնում եմ այսօրվա երկրի ղեկավարությանը, իշխանությանը, օրհնում եմ բոլոր նրանց ովքեր որ այս երկրի մեջ շատ կարևոր դեր ունեն, որպեսզի Սուրբ Հոգին նրանց մեջ լինի, կառավարի, իշխի։ Գիտես այդ մարդիկ, ովքեր որ բողոքում են, միշտ են բողոքում են, միշտ են դժգոհում են, այդ մարդիկ ամեն ինչից են դժգոհ։ Իրանց ընտանիքի անդամներից, իրանց կնոջից, ամուսնուց, երեխեքից, հարևաններից, բարեկամներից, այդ մարդիկ բողոքում են։ Եվ ես գիտես մեկ շատ մարդիկ ուղղակի ես բարևում անցնում են, որտեղ գիտեմ որ խոսացվեցի։ Աշխարհը խառնելու է իրար։ Բայց մարդիկ կան, որոնք որ գոհության և սովության լցված են։ Գոհացիր Տիրոջից, որտեղ բարի է գոհանալ Տիրոջից, որտեղ Աստված զզվում է տրտնջացող մարդկանցին, զզվում։ Իսկ դժողքը զզվում է գոհացող ու փառաբանող մարդկանցից։ Լավ է դժողքը ինձանից զզվի, քան Տերը, որովհետև Տերն է իմ հովիվը։ Եվ ես ոչ մի բանի կարոտություն չունեմ, ոչ մի բանի, որտեղ ինքը իմ հովիվս է, և ինձ կանաչ տեղերում հանգստացնում է, և ես խաղաղություն եմ, և ես իրա ջրերին եմ ամեն օր գալիս, հանդարտ ջրերին, տաքուսարը ջրի հետ չեմ կրվում, ջուրը կաչկա չեմ կրվում, որտեղից համար, ես ջուրը որ խմում եմ, դա իմ մարմնի համար է, բայց մենք կարևոր ջուր կա, որ Հիսուս տվեց մեզ ու ասեց, այս ջուրը խմի, այս ջրի համար թող քո հոգին փափագի, ինչպես որ եղջերում, որովհետև այն ջուրը որ հիմա խմում ես, հավիտյան չես ծառայելու, հավիտյան կարոտ չես ունենալու, և ասում է, իմ անձին հանգիստ է տալիս, հպճակում է, չի ասում Տեր ինձ առաջնորդի, Տեր ինձ հանգստացրա, Տեր ինձ կարոտություն չի մուրում, ասում ես ամենը ունեմ, դու ինքը Քրիստոսով դարձել ես և ապաշխարել ես երկնքի բոլոր բարիքները կրոնն Ամեն։ Եվ ասում արդարության շավիներում գնում եմ իրավունի համար։ Ասում նույնիսկ թեև գնամ մահի շուքի ծորում, ասում ինչ չար բան չի պատահի, որտեղ չեմ վախենում։ Ես քեզ ուզում եմ ասեմ, եթե քո կյանքում չար բանը պատահե, և դու հիմա մահվան շուքի ծորում ես, քո հիվանդությունդ քեզ դարձել է տարապան ու տանջանք, ուզում եմ քեզ ասեմ, 23 Սաղմոսը հրճակի, հայտարարագրի, որ դու ունես այն, որ ոչ մեկ չունեն։ Ամեն։ Որովհետև դու ինձ հետ ես, չի ասում, Տերս Տեր ինձ հետ ան, Տերս Տեր թողել է ձեզ կանցրին, գիխտոյն ասված մեզանից երես ատիկել է, դու ես ասուց երես թեկել։ Գնաց ես ընգել ես բողոքողների, տաղտանջացողների դիսետկեն Տերը քեզնից հեռացել է, դու սարի տաղտանջացողների, քարտնջացողների, բամբասողների, չարախոսողների, մարդկանց հետևից խոսող
անարգ վիճակում եղողներից։ Դուս այդ է, դուս ինչ գործում ես այդ մարդկանց հետ։ Եվ գնա սրտանց Տիրոջ անունը կանչողների հետ։ Քո գավազանն ու քո ցուպը նրանք մխիթարում են ինձ։ Դու իմ առաջին սեղանը ես պատրաստել։ Դա այն սեղանն է, որից կերակրվում ես, դա այն սեղանն է, որտեղ որ դու սուհաբերում ես իմ թշնամիների դիմաց, արդեն մի սեղան կա, որ որևիցե մի թշնամի իմ կյանքից վրա չի կարող, որևիցե մի ազդեցություն, որտեղ նա իմ գլուխը օծել է, ասում դու իմ գլուխը օծել ես, յուղով, իմ բաժակը խիստ վիկն է, ասում հենց բարիք ու ողորմություն, սա հռչակում է, դրանց լավ կրնի, թե վատ կրնի, դրանց ոնց կրնի, դրանց ինչ կրնի, դրանց երբ կրնի, Դավիթը նման դժվարություններով չէր տարապում, ասում էր հենց բարիք ու ողորմություն, սա հռչակում է, սա ողորմությունը։ Ինքը հույվներից չէր բողոքում, ես հույվը վատն են, հույվը լավ չի, ստեղ անտեսեցին, ստեղ ուշադրություն դասեն, ինքը ուշադրության տեցի չոր մանկատ կամ վիճակների մեջ ես ուշադրության կարիք ունեմ, այստեղ ինձ ուշադրություն դարձեցին, այնտեղ չդարձեցին, այնտեղ սեր կար, այստեղ չկար։ Ես միշտ ես քաոսի մեջ գտնող հավատացյալների գիտեմ, որոնք ուզում միշտ ուշադրություն կենտրոնում ունեն, մեր ուշադրությունը Տիրոջ վրա է, մեր ուշադրության կենտրոնը Տերն է, եւ մենք այստեղ ենք ոչ թե մարդկանց ուշադրություն գողանալու, այլ մարդկանց ուշադրությունը կենտրոնացնելու դեպի երկինք, դեպի Քրիստոսը, հալելույա, մենք եկել ենք այստեղ ոչ թե ուշադրության կենտրոնում լինել, մենք եկել ենք նրա ուշադրությունը մեր վրա ընդունելու, որտեղ մեծ ողորմություն է, մտածի, որ Աստված քո վրա ուշադրություն է դարձրել։ Դու քո մասին շատ մեծ կարծիքներ ունեցի, դու քո համարումը թող, որտեղ Աստված մեծախոսությունը, հպարտությունը, գոհուզությունը չի ընդունում։ Ասում հենց բարիք ու ողորմություն կգան իմ ետևից, իմ կյանքի բոլորերում։ Ես չգիտեմ ինչ ես ասել ու քո ետևից գան, վայ դժբախտություն, տառապանք, վայ ներություն, վայ անտեսություն, աղքատություն, Սովորի Սամոսներից, ասա հենց բարիք ու ողորմություն։ Ով ուզում է ոնց նայի, ինչ ուզում է տող չապի, ձեպի, կասկածի, ենթադրի, չքած։ Դու Տիրոջը նայի։ Դու մարդկանց կարծիքի կարիք չունես։ Մի կարծիք կա, որ թող քեզ հետաքրքրի, դա նրա կարծիքն է։ Եվ նա ասում է, հենց բարիք և ողորմություն կգան քո հետևից։ Քո կյանքի բոլորերում։ Եվ Տիրոջ տանը կբնակվեն շատ երկար ժամանակ, հալելույա, մինչև կյանքիս վերջի օրը պիտի Տիրոջ տան մեջ լինեմ, որտեղ Տիրոջ տան մեջ ողորմություն կա։ Դավիթն ասում է, երանի քո տան դռանը պահակություն անեն, մի օր, քան ամբաշտերի վրանում 1000 տարի, ինչ հրաշալի է Տիրոջ տան մեջ լինելը։ Եվ ես ուզում եմ բարձրացնել իմ ձեռքերս ամեն հիվանդությունների, ամեն ցավերի վրա Հիսուս Քրիստոսի անունով խափանելու, ամեն խավարի ծրագիր, ամեն խավարի խորհուրդ կապելու, թիվային աշխարհի ամեն տեսակի ռազմավարությունները և նրա բոլոր հարցակումները քո կյանքում վիժեցնելով Հիսուս Քրիստոսյանով Տերն է մեր հովիվը և մենք կարողություն չենք ունենում քո այս ժամանակավոր հիվանդությունը նրա ձայնը լսելու համար է, որովհետև մենք շատ զբաղված ենք լինում մեկ-մեկ, շատ ենք այս կողմ գնում, շատ ենք մտածում, որ այս կյանքում ես անենք ու մեկ ենք կանգնում է մեր կյանքի ընթացքը։ Ու հիվանդությունը դա մեր կյանքի այն պահն է, որ մենք ոչինչ չենք ուզում անենք։ Մենք հետաձգում ենք բոլոր մեր ծրագրերը, մենք թողում ենք բոլոր մեր այս կյանքի նկատմամբ ունեցած հույսերը և մենք մտածում ենք մի բան, թող բժշկությունը կա, թող
Աղոթությունը վերականգնի։ Եվ ես Հիսուսի արյան զորությամբ դուրս եմ գալիս բոլոր այն ցավերի, հիվանդությունների, ամենցքների, թուղթուկների, կախարդությունների դեմ, որ դու կյանքում կային քանդում եմ այդ հիվանդության։ Ընդունի եւ ասա ամեն։ Ամեն, երբ որ դու ասում ես, դու համաձայնվում ես, որտեղ Տերն ասում է 2-3 հոգի, եթե համաձայնվեն, ասա քո ամենը, եւ դա համաձայնություն է, որ դու պիտի բժշկվես հիմա այս աղոթքի ընթացքում։ Ոչ թե կբժշկվես, ոչ թե երևի կբժշկվես, ինչպես Դավիթն էր ասում, Տերն այն հովիվը, եւ իմ կյանքի բոլոր օրի մեջ հենց բարի ու ողորմություն պիտի լինի։ Ասա հենց այսօր, հենց այս վայրկյանին, հենց այս աղոթքի ընթացքում ես բժշկված եմ։ Ոչ թե բժշկվելու է, ասես բժշկված է։ Անտեսի երևույթը, նայր անգերևույթ Աստծո փառավոր գահին, եւ ես Հիսուսի անունով խոսում եմ, որ այդ գահից գա քո բժշկության զորությունը։ Տեր, փառավորում եմ քեզ։ Եվ քո ձեռքերի մեջ են բոլոր հիվանդանոցներում պակած հիվանդները, իրանց տաներում պակած բոլոր հիվանդները, պատանները, երիտասարդները, բոլոր հիվանդները, բերում եմ քո արյան մեջ զորություն կա, քո արյան մեջ կյանք կա, քո արյան մեջ շնորհ կա, մաքրելու, մեղքից, ամենցքից, հիվանդության ամեն տեսակի ներգործություններից, եւ ես Հիսուսի անունով ջախջախում եմ հիվանդության ուժն ու զորությունը քո կյանքում։ Ամեն։ Ես հավատում եմ։ Ես սոստում եմ քաղցկերը, շախրախտը, բոլոր հիվանդությունները, ասա Հիսուսի անունով ես բժշկված եմ Տեր Հիսուս Քրիստոսի վերքերով։ Ես աղոթում եմ, որպեսզի գլխացավդ, գլխուղի վրա ամեն տեսակի մուսկլերը, կիստաները, հենց հիմա անհետանան։ Ես աղոթում եմ, որպեսզի քո տեսողությունը վերականգնի 100%-ով։ Լույս եմ խոսում աչքերիդ մեջ, բժշկություն քո ակաշների մեջ, բժշկություն քո լեզվիդ վրա, որ դու այլևս չկարկասես, որ դու կարողանաս խոսքերը բացատրես։ Ես Հիսուսի անունով խոսում եմ քո շուրթերի վրա, ազատություն, քո ձայնալարերի վրա, ազատություն, որ դու կտրված ձայնը վերականգնի, որ քո կոկորդի վրա եղած բոլոր տեսակի պոլիպները հեռանան շնչումների վրա, խոսում բժշկություն, քո հոդերի վրա, քո մարմնի վրա, Հիսուսի անունով։ Գիտես շատ մարդիկ կան, որ բժշկվում են, չեն ուզում հայտարարել, Տերը պահումը, սատանասն մի ամոթ կիմանան մարդիկ, որ Հիսուսը բժշկում է։ Եվ իրես ինչ եմ ուզում ասել, որ այդ բժշկությունները շատ ական, ես չեմ ասում, որպեսզի վախենաս, բայց այդ բժշկությունները 100%-անից չեն լինում։ Բայց ես ուզում քեզ մի բան ասեմ, հիմա վկայի, հիմա դալանի ու վիճակի, ասա Տեր, ես իմ բժշկության համար վկայելու եմ իլուր աշխարհին քո փառքի համար։ Հալելույա։ Ու վախեցիր, այդ կոմպլեքսավորված է, մի տեսակ մեր ազգային բնավորությունը, ինչից պետք է որ ամաչենք, չենք ամաչում, ինչից պետք է չամաչենք, ամաչում ենք, թող Հիսուսի անունով այդ անեծքը քանդվի քո կյանքում եւ դու վկայես ամեն օրեք, ով է քեզ բժշկել։ Մի ամաչի նրանից, եթե նա չի ամաչել քեզանից, մի ամաչի նրանից։ Փառք Հիսուսին, ես խոսում եմ բժշկություն քո արյան մեջ, ես ազատագրություն եմ խոսում ամեն տեսակի հիպերտոնիկ հիվանդությունից։ Արյան ճշում, ես հենց խոսում եմ, որ կարգավորվի, ես խոսում եմ արյան շնչառությունը վերականգնվի, քո վերջերները Հիսուսի անունով, հիմա խոսում եմ, որ դառնան զգայուն, էթանությունը հեռանան, լարվածությունը, դեպրեսիաները, ստրեսները, Հիսուսի անունով։ Հարացում եմ ամեն դիվային ուժերը, ամեն հոգի խնդրի ունեցողների կյանքում։ Տեր, ամեն վախերը, ներման, խնդիրը, խռովության ոգին, եթե դու վիրավորվող մարդ ես, եթե դու անդադար ինչ-որ խռովության մեջ ես, ես ասում եմ, որ դա դիվային աշխարհի առաջ, դժոխքի առաջ դռներ է բացում,
Հիմա ասա դեր քո այլն է վճռում նոզից վրա, ասա տակրիր ես խռովության ոգուց, ասա տակրիր ես վիրավորվածության թերաժողության զգացողությունից, Հիսուս փառավորում եմ քեզ, բժշկիր այն բոլոր մարդկանց, ում հոգու մեջ վերքեր կան, ում սրտի մեջ ցավեր կան, Հիսուս փառավորում եմ քեզ, ասա Տեր Հիսուս, Տեր Հիսուս, Տեր Հիսուս, քո անվան մեջ կյանք կա, քո անվան մեջ զորություն կա, դու ես իմ Տերը հռչակի, ասա շնորհակալ եմ, որ իմ ներքերի համար քո տապել ես, մաքրիր ինձ քո արյամբ, ներիր ինձ և ազատագրիր ինձ ամեն կախվածություններից, ես ճախճախում եմ ամեն տեսակի կախվածությունները, թմրադեղերից, ալկոհոլից, ծխախոտից, ամեն կախվածությունները քանդում եմ Հիսուսյանը, ես սաստում եմ ամեն դիվային խաղաղուժերը, որ կանգնած են ցանկացած հիվանդության հետևում, հիվանդություններ կան, որ բժշկությունները անզոր այդ հիվանդությունների դեմ, որտեղ այդ հիվանդությունների հետևական դեր և ես Հիսուսի անունով հավատում եմ այդ դիվային ուժերը քո հիվանդության հետևում կանգնած և ես արգելում եմ Հիսուսի անունով, որպեսզի նրանք չվերադառնան 6 կտակարանը, սկսի կարդալ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես, ավետարանը կարդա, որ Տիրոջ խոսքը քո կյանքում առատ լինի, միշտ Տիրոջ հետ շփվիր, և եթե ուզես ներկա լինել անձամբ, և այստեղ քեզ համար ձեռնադրության պահոթենք, ամեն կիրակի ժամը 2:30, ամեն երկուշաբթի 6:30 և ամեն չորեքշաբթի 6:30 կարող ես գաս Երևան Արաբկի համայնք Վաղաշ Վաղաշյան 12 հասցեով և մասնակցես մեզ հետ Տիրոջը երկրպագելու և փառավորելու այս եկեղեցու մեջ։ Ամեն, Տեր օրհնի երեք Աստծո օրհնության մցված, որ Աստծո խաղաղություն ու սերը թագավորի ձեր սրտերի մեջ։ Ամեն, Տիրոջը